Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, այսօր խոսելու ենք ջրացատկի մասին, զրուցակիցս ջրացատկի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տակավին վերջերս գրանցվեց արդյունք, որի մասին երկար էինք երազել, որը երկար չէր եղել, որի համար պայքարել էինք եւ ունեցանք։ Եվրոպայի առաջնությունում մեր Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան դարձավ արծաթե մեդալակիր։ Ուզում եմ նախ գործընկերներից պատրաստած տեսանյութը դիտել այս ամենի մասին եւ հետո վերադառնանք ու զրուցենք, հասկանանք թե ինչ ունենք եւ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած։ Խնդրեմ։ Ջրացատկն ունի հարուստ ու փառավոր էջեր հայկական սպորտի պատմության մեջ։ Այն մշտապես գրավել է հանդիսատեսի ուշադրությունն իր հմայքով, ճշգրտությամբ եւ բարդությամբ, բայց փայլուն անցյալը պահանջում է նոր լույս, նոր զարկ եւ արժանի շարունակություն։ 1980 թվականը դարձավ պատմական հայ մարզիկների համար։ Մոսկվայի օլիմպիական խաղերում Դավիթ Համբարձումյանը երրորդ անգամ մասնակցելով օլիմպիադային նվաճեց բրոնզե մեդալ աշտարակացատկում, դառնալով առաջին հայ մարզիկը, որը հայտնվեց այդ բարձունքում։ Իսկ ընդամենը 14-ամյա Սիրվար Տեմիրզյանն առաջին փորձից գրեց պատմություն, նա դարձավ առաջին հայ կին մարզիկը, որ նվաճեց օլիմպիական մեդալ արժանանալով արծաթի։ Նրանք փայլեցին ոչ միայն ԽՍՀՄ հավաքականի կազմում, այլև խորը հետք թողեցին հայկական սպորտում, սակայն այսօր ցավոք այնպիսի պայմաններ, ինչպիսիք ապահովում էին նման կարգի մարզիկների կայացման համար, չկան։ Բայց հույսը վերածնվում է։ 2018 թվականին Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը Էդինբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում գրանցեցին պատմական արդյունք, նվաճելով բրոնզե մեդալ 10 մետր սինքրոն աշտարակացատկում։ Սա դարձավ անկախ Հայաստանի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում։ Խորհրդանշական է, որ այս զույգը ենթակառուցվածքների բացակայության պատճառով մարզումների ընթացքում նույնիսկ մեկ անգամ սինքրոն ցատկ կատարելու հնարավորություն չի ունեցել։ Եվ ահա նոր անուն Ալեքսանդրա Բիբիկինա։ Այս տարի Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա գրանցեց ֆենոմենալ արդյունք 3 մետր ոտնացատկում 325.95 միավորով նվաճելով փոխչեմպիոնի կոչումը։ Սա Հայաստանի կանանց ջրացատկի նոր էջն է, հպարտության եւ պատմական ձեռքմերբան էջ։ Հայ ջրացատկորտները նկատելի են նաև միջազգային եզակի եւ բարդ մրցաշարերում։ Վերջերս Ֆիլիպիններում անցկացված 27 մետրանոց ժայռացատկի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Նիկիտա Ֆեդոտովն աշխարհի ուժեղագույնների հետ պայքարում գրավեց 6-րդ հորիզոնականը։ Իսկ Եվրասիական գավաթի 4-րդ խաղարկությունում մեր մարզիկները նվաճեցին 2 բրոնզե մեդալ։ Հայաստանում ջրացատկն ապրում է, այն նոր շունչ է ստանում, նոր անուններ են դուրս գալիս ասպարեզ։ Եվ գուցե մի օր օլիմպիական խաղերում կրկին հնչի Հայաստանի օրհներգը՝ ի պատիվ մեր ջրացատկորտների։ Մենք կրկին տաղավարում ենք եւ զրուցում ենք, խոսում ենք ջրացատկի մասին։ Պարոն Ղազարյան, ջրացատկը իսկապես փառահեղ ավանդույթներ է ունեցել։ 1980 թվականին ուղղակի ապշեցուցիչ էր Սիրվար Տեմիրզյանի արծաթե եւ Դավիթ Համբարձումյանի բրոնզե մեդալը ամառային օլիմպիական խաղերում Մոսկվայում։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, հետագայում Արսեն Ջավադյան, հետագայում Հայրապետյան եղբայրներ, բայց միևնույն է, բավական երկար ժամանակ տեղատվություն էր։ Թվում էր, թե հիմա կլինի, մոտ են երիտասարդական առաջնություններում կարծես արդյունք կար, հետո չէր վերածվում այն լուրջ նվաճման։ Հիմա կասեք պատճառը լողավազան չունենալն էր ջրացատկի, սահմանափակ էին դրանք, բայց կար նաև այլ պատճառ, կար օրինակ մարզչի պատճառ, համապատասխան որակավորում ունեցող մարզիչների պակաս կամ ինչ-որ այլ ձև կարող եք բացատրել, թե ինչու էր դա այդպես։ Իրականում այո, մենք ունեցել ենք ավանդույթ, մենք ունեցել ենք ջրացատկ, եթե մենք հետ նայենք, պատմական ակնարկ անենք, կտեսնենք, որ հավաքականները Խորհրդային Միության ջրացատկի համալրված են եղել շատ բազում մեր հայ ջրացատկորտներով։ Դուք գիտեք ինչքան դժվար էր այն ժամանակ ընկնել Խորհրդային Միության հավաքականի մեջ։ Ավելի հեշտ էր դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Այո, համաձայն եմ ձեր հետ, այո, իրականում նայեք, ագին ժամանակ մենք չունեինք ջրացատկ։ Ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրեմ, պետք է աշխատել գնալ առաջ։ Ֆեդերացիան
շունչ առավ 2010 թվականից, երբ սկսեցինք իրականում աշխատել, պարապել, հետո արդյունք եղավ երիտասարդական եվրոպական առաջնության ժամանակ մեդալ, չեմ ասում միջազգային մրցաշարերի մեդալները, եւ ունեցանք 2015 թվականին Եվրոպայի առաջնության Էդինբուրգում մեծ ասակների բրոնզե մեդալ։ Քիշեք երևի, դա սինխրոն ջրացածներ 10 մետր։ Այո։ Աշտարակացած կայո։ Եվ ոնց որ սկիզբը մենք դրեցինք այն արդյունք աշխատանքի, որ իսկ բազայի համար այո, մենք ուզենք թե չուզենք, պետք է բարձրաձայնենք այդ հարցը, մենք ունենք մի հատ բազա, մեկ բազա, դա Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցն է, օլիմպիական հերթափոխի, որը որ ինքը նաև կահավորված չի ժամանակակից, բայց իրականում ի շնորհիվ մարզիկների, ի շնորհիվ մեր մարզիչների, մենք կարողանում ենք հասնենք այս արդյունքների։ Եթե չեմ ուզում համեմատական անեմ, չեմ ուզում ասեմ մեր հարևան Վրաստանում ինչքան է գումար ծախսում եւ ինչ բազաներ ունեն, բայց չունեն մեր նման արդյունքներ։ Չեմ ուզում անդրադառնալ այդ ամբողջ խնդրին։ Հերոստատիտողին ուղակի պարզաբանում տանք, ցանկացած լողավազան չէ, որ կարող է ծառայել ջրացածքին։ Ջրացածքի համար պետք է նվազագույնը 4-4.5 մետր խորություն ունենա եւ նաեւ տարածություն, կարծեմ 6 մետր է նաեւ այդպես երկարություն, որ ցատկելիս ջրացածքորդը հատակին չդիպչի։ Հենց սա է պատճառը, որ ժամանակակից լողավազանները, որ կառուցվում են Հայաստանում, ընդհանրապես չեն համապատասխանում այդ ստանդարտներին, որովհետև երբ որ խորություն ես տալիս, կտրուկ աճում է պահպանման ծախսը եւ դառնում է շատ թանկ շահագործումը։ Դրա համար էլ ցավոք այդպիսի լողավազաններ չեն կառուցվում։ Ինչ եք կարծում, ընդհանրապես ինչ պիտի անել այս ուղղությամբ։ Պետք է լողավազան կառուցել։ Եվ բնականաբար պետության աջակցությունը այստեղ շատ կարևոր է։ Եթե մենք ունենանք լողավազան, ջրացածքի ջրային մարզաձևերի մի հատ կենտրոն, որտեղ ընդգրկված կլինի նաև ջրացածքը։ Բայց մենք ժամանակին ունեինք, չէ՞, ոչ միայն Դավիթ Համբարձումյանի լողավազաններ, այլ Դինամոյի այդ բացօթյա լողավազաններ ջրացածքի համար, որտեղ խորհրդային միության մրցաշարեր էին անցկացվում։ Այո, Վիսեննի լաստեչկի։ Այո, գարնանային ծիծեռնակներ անունով։ Գարնանային ծիծեռնակներ, այո, անց էին կացվում։ Եվ մեծամորում ունեինք ջրացածքի լողավազան։ Մենք գրեթե մեծ մասամբ ջրացածքի համար մենք ունեինք այդ հնարավորությունները մարզվելու եւ դրա համար երևի թե որ մենք տալիս էինք արդյունք խորհրդային միության բազմիցս հավաքականի անդամներ, հայ մեր մարզիկները մեդալներ եւ Հիմա ինչքան մարդ է զբաղվում ջրացածքով։ Նայեք, մենք այսօր ունենք մեկ բազա։ Այդ մեկ բազայով եւ ընդ որում ասեմ կահավորանքն էլ նաեւ ժամանակակից չի, հին է եւ մենք կարող աշխատում ենք, մարզիչները աշխատում են ներգրավել նաեւ փոքր երեխեքին բերելով ջրացածք։ Շատ դժվար է նման կենտրոնում լողավազանում։ Լավ, ինչքան ունենք մարդ։ Երևի թե 30-ից ավել, մոտ 40։ Եթե ունենանք 10 բազա օրինակ, այո։ այդ կարող է ասենք 3000 հոգի զբաղվել ջրացածքով։ Ես չեմ կարող տենց ասել 3000 թե 4000, բայց բնականաբար կգան եւ կպարապեն։ Հետաքրքիր մի հատ տենդենս կա նաեւ ծնողների մոտ, որ բերում են երեխեքին ջրացածքի։ Ինքը սիրուն մարզաձև է, ինքը լավ մարզաձև է։ Եվ տեսնում են բնական ծնողներն էլ կանգնում են, նայում են, եւ որ տանում են փոքր երեխեքին, ու ասում են մեր երեխաներն է թող մարզվեն։ Այսինքն դա նշանակում է, որ հետաքրքրությունը ծնողների կողմից կա։ Դա շատ կարեւոր է։ Շատ լավ, հիմա բայց դուք գնացիք նաեւ ամբողջ աշխարհի արդեն գնացած ճանապարհով նատուրալիզացրեցիք մարզիկներ, ովքեր ներկայացնում են Հայաստանը եւ դրանցից մեկը Բիբիկինան դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Սիրվարդ Էմիրզյանից հետո մենք նման արդյունք չէինք ունեցել։ Այսինքն գրեթե 40-45 տարի։ Բայց ոչ միայն Բիբիկինան, այլ նաեւ բարձր ջրացածքում, հայ դայվինգում
մենք հիմա ներկայացուցիչ ունենք։ Նախ Բիբիկինայի մասին, ինչ հեռանկար ունի այս մարզուհին, եւ հետո մի քիչ էլ խոսենք հայդայվինգի մասին։ Սիրով միջ անդրադառնալը այս հարցին, նաև պետք է ուղղակի որպես ակնարկ Լեհաստանը ինքը իրեն չուներ նման բազաներ, ես դա անդրադառնում եմ նախորդ հարցին, շարունակելով, այս տարի մարզվելով եւ բազաներ ունենալով եւ ժամանակ է պետք բնական է մի քանի տարի պետք է այս տարի Եվրոպայի առաջնության իրանք ունեին արդեն ոսկե մեդալ ես ուզում եմ ասեմ ինչքան անհրաժեշտ է բազան բոլորի համար այդ մարզաձևը զարգացնելու շունչ քաշելու առաջ տանելու եւ աշխարհում Եվրոպայում ցույց տալու համար ինչ վերաբերում է Բիբիկինային այո շուրջ 3 տարի է ինչ պարապում է մեր գլխավոր մարզիչը իր հետ եւ մենք իրականում արդեն քաղաքացիությունը նաեւ դուք շատ քաջատեղյակ եք այդ հարցում օգնություն եք ցուցաբերել այո այսօր Բիբիկինայի մարզական վիճակը գնահատում է շատ բարձր ինքը լավագույններից էր իր երկրում եւ հիմա լավագույնն է Հայաստանում այո հեռանկարային շատ լավ մարզիկ է, որը որ ապացուցեց իր մարզական գիտելիքը որակը Եվրոպայի առաջնությունում։ Չեմ ուզում առաջ վազեմ, ես չեմ սիրում, գիտեք այդ կանխագուշակում անելը, բայց պետք է ասեմ կապրենք կտեսնենք հուլիսին աշխարհի առաջնությունն է եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ մենք եւս մեկ անգամ չեմ ասում մենք մեդալների հետևից կգնանք, բայց մենք գոնե լավագույն վեցնյակի մեջ եթե մտնենք, դա կլինի հրաշք։ Իսկ դուք գիտեք, որ վեցնյակը եւ ութնյակը նույնիսկ այս պահին ռեյտինգ է, օլիմպիական։ Օլիմպիական վարկանիշ է։ Բնական է, վարկանիշը պետք է պահպանել այդ ամեն ինչը։ Կապրենք կտեսնենք։ Ինչ վերաբերում է հայդայվինգին, ես ասեմ հեռուստադիտողներին, որ հայդայվինգը այսօր շատ լուրջ տարածում է ստացել, շատ դիտարժան է, մեծ երկրպագուների բանակ ունի, շատ բարձր տեղից ցատկում են ջուրը, 27 մետր բարձրությունից, պատկերացրեք, դա մոտավորապես 9 հարկանի շենքի բարձրություն է, այդտեղից ցատկում են ջուրը եւ մենք ունենք լուրջ մարզիկ։ Այս մասին ինչ կասեք։ Տղամարդկանց բարձրությունը որտեղից որ ցատկում են 27 մետր է, կանանցը 25։ Ինքը արդեն թափ է հավաքում այդ մարզավոճը ջրացատկի եւ նաեւ այդ կարգի, որ աշխարհի առաջնությանը Սինգապուրում կայանալիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը հուլիս ամսին նաեւ այդ մարզավոճն է խաղարկվելու մեդալներով մեր տղան վեցնյակի մեջ է մտնում Նիկիտա Ֆիդոտովը աշխարհի վեցնյակի մեջ հուսով ենք այնտեղ Պարոն Ղազարյան, այստեղ արդեն լողավազան չէ, բնական ջրամբար է ու լուրջ խորությամբ։ Այո, հիմնականում անց են կացնում ծովային տեղերում, բայց նաև կա արհեստական սարքած լողավազաններ զուտ հայդայվինգի համար։ Շուտով, եթե չեմ սխալվում, Ռուսաստանում կարծեմ Մոսկվայում այդպես մրցում է անցկացվելու եւ ինքը մասնակցելու է։ Ինչքան մրցում կա մեր մարզիկը մասնակցում։ Հայաստանում կան հայդայվինգով զբաղվողներ։ Մենք ունենք Վարդան Բայանդուրյան, քիշեք երևի, որը ջրացածկորտ էր։ Այո, ջրացածկորտը, որը 4-րդ տեղն էր գրավել, ու մեդալ չի գրավել, բայց ամեն տարի 4-րդ տեղը Իրանն էր։ Ինքը այսօր Հայաստանում է, Ամերիկայում է մարզվում ապրում, բայց այսօր ստեղ է, մարզվում է եւ եւս պատրաստվում է մասնակցել։ Ես հիմա մտածեցի թե Հայաստանում որտեղ կարող է, Չէ, բայց ոչ հայդայվինգով է մասնակցելու 10 մետր աշտարակացածկով։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում, երևի թե այդ երկուսն են, ընդ որում Վարդան Բայանդուրյան մարզվում էր Ամերիկայում, ցածկեր կատարում Ամերիկայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ լավ։ Այդ երկուսն են։ Մաղթում եմ հաջողություններ, բարդ մարզաձև է, հատկապես հայդայվինգը, իսկապես հիմա պատկերացրեք 9-րդ հարկից մի հատ ներքև նայեք, տեսեք թե ինչ բարձրություն է ու այդ մարդիկ
կատարելով բարդ պտույտներ, հնարքներ ցատկում են ու վնասվածք չեն ստանում։ Անփորձանք ցատկեր եմ մաղթում ձեզ, բայց հաղորդումը սրանով չի ավարտվել, մենք ունենք հարցեր հեռուստադիտողների կուղարկած, որոնք գործընկերս կտա ձեզ։ Խնդրեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք հարց ու պատասխանին, խնդրեմ Մարիամ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Առաջին հարցը ինչ քայլեր են ձեռնարկվում մարզաձևի զարգացման եւ նոր մարզիկների ներգրավման համար։ Մարզիկների ներգրավումը մենք էլի շուռ ենք գալիս նույն հարցին, մենք չունենք մարզաբազա, համապատասխան, ինչ էլ ունենք, այդ շրջանակում մենք աշխատում ենք ներգրավենք մեր երեխեքին մարզվելու ջրացատկով։ Ինչ է ձեզ համար ջրացատկը որպես մարզաձև եւ ինչ զգացողություններ եք ունենում, երբ դիտում եք մեր մարզիկների ելույթները առաջնություններում։ Կարեն Գիլոյանը շատ լավ գիտե այդ ամբողջը, յուրաքանչյուր ժամանակ, երբ որ տեսնում ես, որ քո հայ մարզիկը որևէ մի տեղ է գրավում կամ մրցի ելույթի է դուրս գալիս, արդեն սիրտդ ուզած խփում է, որովհետեւ դու ի սրտե այդ մարզիկի հետ ես։ Որտեղ մենք սպորտային կյանք անցած երևի ուղի ունեցող, մարդ ենք եւ այդ հարցին մի քիչ այլ կերպ ենք նայում։ Ես օրինակ շատ կուզենայի, որ հանրությունը, որը որ ուղղակի հեռուստատեսությամբ է տեսնում, որ հիմնը հնչում է, դրոշը մեր բարձրանում է, այո, ես կուզենայի, որ տեղում տեսնեին այդ ու այդ բերկրանքը իրանք զգային։ Դա աննկարագրելի հրաշք երևույթ է, որը որ դաջվում է, ամբողջ կյանքում։ Դա իսկապես ամենանվիրական պահն է, որ երբևէ կարելի է ապրել կյանքում։ Եթե հնարավորություն ունենայիք մի բան փոխել Հայաստանի սպորտի զարգացման մեջ, ինչ փոփոխություն կանեիք։ Շատ։ Մեկը նշեք։ Մի շարք օրենքների մեջ փոփոխություն կանեի։ Նույն մարզաբազաները վերակառուցենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Տիպային բազաներ կսարքեինք, օրինակ, էլի կրկին ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, լողավազաններ, փոքր լողավազաններ նախադպրոցական տարիքի երեխեքի համար։ Դա շատ արդիական եւ կարեւոր է, որովհետեւ մեր երեխաները չգիտեն լողալ։ Դա շատ կարեւոր է։ Որպես ծրագրային եմ ասում, այո, շատ կուզենայի, շատ բան կարելի է փոխել եւ այստեղ միայն մենք չենք կարող ցանկություն հայտնել եւ մենք ինչքան կարողանում ենք անում ենք, բայց նաեւ այստեղ պետական աջակցությունը շատ կարեւոր է։ Պետությունը պետք է կանգնի ոնց որ մի շարք երկրներում կանգնած է սպորտի կողքը։ Այո, գումարներ պետք է ծախսվի, իհարկե, բնականաբար։ Սոցիալական մեդիան եւ տեխնոլոգիաները մեծ դեր ունեն մարզաձևերի տարածման հարցում։ Կան արդյոք ծրագրեր կամ նախաձեռնություններ, որոնք փորձում եք ավելացնել ջրացատկի գրավչությունը բարձրացնելու համար։ Պարոն Գիլոյան ավելի լավ կպատասխանի այդ հարցին։ Եթե Հայաստանում անցկացվեր միջազգային մրցաշար ու այն հնարավոր լիներ հեռարձակել մեր եթերում, դա կլիներ ձեր ասած մեդիա հետաքրքրության ավելացումը։ Ցավոք այսօր մենք չունենք այն բազան Հայաստանում, որտեղ կարելի է ջրացատկուի մրցում անցկացնել։ Դե բայց կարելի է սոցիալական մեդիայում ինչ-որ արշավներ սկսել, որոնք կօգնեն ջրացատկի հանրայնացմանը։ Գիտեք, այս պահին մենք ունեցանք մեդալ, Եվրոպայի առաջնությունից եւ իրականում շատ հետաքրքիր եւ շատ հաճելի էր, որ բոլոր մեդիաները անդրադարձել էին ջրացատկի այդ արծաթե ցավոք միայն արդյունք լինելու դեպքում են անդրադառնում։ Այո, իսկ արդյունքի կերտման ճանապարհին, չգիտես ինչու, իրենց հետաքրքիր չի դա։ Իրականում բոլոր ֆեդերացիաները նույն ձև են աշխատում, նույն տիպի են աշխատում, իրանք աշխատում են, աշխատանքը որ լինում է, նոր մեդիաները վերցնում են արդյունքը։ Ցավոք սրտի այդպես է։ Պարոն Գիլոյան ավելի լավ գիտի այդ ամեն ինչը։ Եվ վերջին հարցը, եթե հանկարծ այլևս չլինեիք ֆեդերացիայի նախագահ, ինչով կցանկանայիք զբաղվել։ Միայն սպորտով, սպորտի մեջ լինելով։ Կապ չունի ես ֆեդերացիայի նախագահ եմ, թե ֆեդերացիայի նախագահ չեմ։ Սպորտը ամբողջ կյանքում սպորտի մեջ ենք եղել եւ օգնել ենք, աշխատել ենք զարգացում ապրի ֆիզկուլտուրան եւ սպորտը, որով եւ նույնիսկ իսկ ֆեդերացիայի նախագահն դա ուղղակի հասարակական աշխատանք է, որով որ եւս զբաղվում ես։ Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն
Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր զրուցեցինք ջրացատկի մասին։ Ես ձեզ անվտանգ ցատկեր եմ մաղթում։ Եղեք երջանիկ, ցտեսություն։